Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է մեկնել Ստամբուլ միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին մասնակցելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց հենց ինքը Սիմոնյանը։ Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ հանդիպում նախատեսվում, այո։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարանների ունեցած խնդիրներով, ինչին ի պատասխան Սիմոնյանը ասաց. բոլոր խնդիրները կքննարկվեն եւ կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւս ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններին, ընդգծելով, ոչ բոլոր հարցերում երկրները կարող են երկկողմ համաձայնության գալ, սակայն համագործակցությունը շարունակվում է եւ այն կառուցված է բարեկամական հարաբերությունների հիման վրա։ Խոսելով արտաքին քաղաքականության մասին, ազգային ժողովի փոխնախագահը անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին, նշելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլերը։ Ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Գիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Ներքաղաքական դաշտին անդրադառնալով Ռուբինյանը առանձնացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվող 3 քաղաքական ուժերի, գնահատելով քաղաքական գործընթացների վերաբերյալ նրանց որդեգրած դիրքորոշումները։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունում իրենքն իրար հետ ունեն իրանց մեջ քանի հատ վարչապետի տեխնացու գիտեք 1, որովհետեւ ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետեւ ինքը Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացի է։ Ծառուկյանը ինքը տեխնացու չի, ասում է չեմ ասիով այն տեխնացու, այսինքն այդ 3 ուժերի մեջ հանրագումարով կա 1 վարչապետի տեխնացու, Քոչարյանն է։ Հիմա ընդ որում ես այդ ցուցակները որ տեսել եմ, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք ասես խառնել բաժանել ցուցակ են կազմել, այսինքն ասես ուղակի մարդկանց անունները գրել են մարդկանց, ասես խառնել են, ամեն մեկը ասես քաշելա ցուցակ են կազմել։ Լրագրողների կողմից հարց հնչեց նաև նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Ռուբինյանը արձագանքեց. ընթանում են աշխատանքային քննարկումներ եւ երբ վերջնական արդյունքը պատրաստ լինի, այն հասանելի կլինի բոլորին։ Էլեն Խուդյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։